Բարի օր գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք թվային հարթակներում եւս մեզ դիտել, եթե չհասցնեք այս հաճախականությամբ լսել հաղորդումը, հիշեցնում եմ, որ թարմ ուղեղով զրույցն է սա, առավոտյան թողարկում, իսկ առաջին խոսափողի մոտ իմ զրուցակիցը Մարիաննա Քաբաբյանն է, Incub մարքեթինգային ընկերության հիմնադիրը եւ անձնային բրենդինգի մասնագետ, բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ ձեզ տեսնել մեր տաղավարում, շատ հաղորդաշարերի ընթացքում առիթ է եղել ձեզ այստեղ տեսնել, կարծում եմ մեզ դիտողները ու լսողները արդեն ծանոթ են ձեր գործունեությանը, մենք Incub-ի մասին էլ ենք առիթ ունեցել զրուցելու, եթե չեմ սխալվում ես, բայց այսօր մենք, քանի որ հաղորդում ավելի շատ քաղաքական է, հասարակական է եւ ընտրությունները մոտենում են, մենք փորձենք բրենդինգի մասին խոսել ու անձնային բրենդինգի, քանի որ քաղաքական գործիչները ուղիղ տեղավորվում են այդ թեմայի մեջ ու բավականին ակտիվ է այսօր դա ընդհանուր վերցրած նախ սկսենք այնտեղից թե անձի բրենդինգը երբ է ձևավորվել ու ոնց է ձևավորվել, այսօր է որ շատ խոսվում է դրա մասին, բայց վստահաբար դա շատ երկար եւ շուտվա պատմություն ունի։ Իրականում արմատները շատ խորն են անձնային բրենդի ամենը ինչ մենք տեսնում ենք ցանկացած գաղափարախոսություն, ցանկացած գիրք, ցանկացած հագուստ, բրենդ, ցանկացած գործունեություն, որը մարդը ծավալել է եւ դրա մասին հիշելիս առաջինը գալիս է որևէ մարդու անհատի անուն, սա հենց վառօրինակ է անձնական բրենդի, լավ անձնական բրենդի կարող եմ ասել, հենց այն երկրի ղեկավարներից հին դարերի միջև օրս այն հաջողակ բիզնեսմենները, ովքեր որ մնացել են պատմության մեջ որպես որևէ բանի հիմնադիր, այս ամբողջը կառուցված է հենց անձի բրենդի շուրջ եւ հատկապես քաղաքականության մեջ սա շատ վառ արտահայտում ունի եւ շատ լուրջ մշակված ընթացակարգեր ունի, որի մասին ցավոք սրտի շատերը կամ չգիտեն, կամ չեն հավատում, ցավոք որպես դավադրապաշտական տեսություն է հնչում շատ հաճախ են, երբ դու մարդկանց ասում ես, որ ցանկացած մարդով զբաղվում է քաղաքականությամբ, իրականում շատ լուրջ մտածում է կամ գոնե պետք է մտածի իր կերպարի մասին, հանրային կերպարի մասին, ու այստեղ այնքան լայն եւ խորը շերտեր կան, որոնց ճիշտ ձևով է պետք մոտենալ, որ այո, մեկ վախեցնող է։ Հայաստանում ճիշտ են մոտենում։ Եթե վերջին 30 քանի տարվա այս կտրվածքով նայենք առհասարակ մեր քաղաքական գործիչները կարողանում են այդ չափորոշիչներով դիրքավորվել դաշտում։ Ես վստահ եմ, որ որոշակի մասնագիտական թիմեր աշխատում են այս կամ այն քաղաքական գործչի կերպարի վրա, բայց ինչքանով է դա ճիշտ, չեմ կարող ասել, որովհետև ցավոք սրտի հենց ճիշտ քաղաքագիտական տեսանկյունից, քաղաքական գաղափարախոսությունների տեսանկյունից շատ հաճախ կոմունիկացիա չի տարվում, թեկուզ եթե նախընտրական փուլում ենք խոսում, ընտրողների հետ եւ այն ակցենտները, որոնք դրվում են, շատ հաճախ սխալ տպավորություն են ստեղծում այս կամ այն քաղաքական գործչի մասին, ինչու սխալ, որովհետև այստեղ խնդիրը չէ լավի եւ վատի, հա, քննադատելու ասելու այսա լավ է, սա վատ է, սխալ բառի բուն իմաստով, որ ճիշտ մեսիջները տեղ չհասցնող, թույլ եւ թեկուզ արտաքին որոշակի էլեմենտներ, վիզուալ էլեմենտներ հաշվի չեն առնվում, ցավոք սրտի եւ այդքան էլ քաղաքական գործչին հարիր չեն շատ դեպքերում, երբ խոսում ենք հայկական քաղաքական դաշտի մասին, ասեմ, որ սա իմ կյանքում առաջին զրույցն է քաղաքականության մասին որպես այդպիսին, երբ նախկինում զբաղվում էի նորաձևության բլոգով, ինձ շատ հաճախ զանգում էին լրագրողները եւ հարցնում էին մեր քաղաքական գործիչների արտաքինի ոճի մասին ինչքանով է համապատասխանում, բայց գիտենք, որ շատերը նրանցից
պահում են օֆիցիալ ռեգլամենտներ եւ կրում են այն հագուստը, որ ընդունված է, այսպես ասած, կարգներ գալիս։ Ոչ միշտ է այդ հագուստի ձևի, գույնի ընտրության հարցում այդ մասնագետը աշխատում, որը որոշակի նաև հոգեբանական ճիշտ մեսիջներ պետք է փոխանցի, ինչպես պետք է ընկալվի տվյալ քաղաքական գործիչը իր արտաքինով։ Անուններ իհարկե չնշելով, այսօր կան տարբեր քաղաքական դաշտում ներկայացված անձինք, ովքեր վիզուալ այդպես բավականին մշակված են, կարող ենք նաև այդպես ասել, ու երբ իրեն ընտրողներից հարցնում ես ինչու հենց նա, առաջին բանը հենց արտաքինն է, այսինքն վիզուալ գրավիչը դա։ Այդ մշտապես փաթեթավորման մասին խոսում ենք, դա նույնպես տեղավորվում է եւ առաջինը վիզուալն է, որ գրավում է, թե պետքա դրան զուգահեռ խոսքն էլ հստակեցված լինի, չգիտեմ, գաղափարները, հատկապես քաղաքականության մեջ, թե ամեն դեպքում վիզուալը միշտ առաջին տպավորություն ստեղծողն է։ Քանի որ խոսում ենք հայկական իրականության մասին, ցավով պիտի նշեմ, որ շատ հաճախ իմ տատիկի խոսքն է ձևականությունը հաղթում է բովանդակությանը եւ մենք շատ դեպքերում իմաստների խնդիր ավելի շատ ենք ունենում, ճիշտ իմաստների, որոնք որ գաղափարների տեսքով խոսքի, ելույթների, հռետորաբանության տեսքով կարտահայտվեն եւ մնում է միայն արտաքին այդ շղարշը, որով որ պետք է ընտրողը դատի այս կամ այն քաղաքական գործչի մասին։ Այս դեպքում ինձ թվում է իմաստների լուրջ կրիզիս կա Հայաստանում ու պետք է սա առաջին հերթին շտկվի եւ քանի որ մենք եկել ենք մի դարաշրջան, որտեղ deepfake-ի դարաշրջան է, մենք արդեն պետք է հասկանանք, որ միայն լուրջ քաղաքական գործչի կերպարը եւ այդպես ճիշտ փաթեթավորված կերպարը բավարար չէ մարդկանց կողմից ձայն ստանալու համար։ Արդեն այստեղ գալիս է միկրո թարգեթավորումը, որ ամբողջ աշխարհը օգտագործում է, այսինքն ընտրվում է ոչ միայն մեկ ընտրողների շերտ, այլ բազմաշերտ ընտրողների հետ աշխատում են ըստ իրենց պահանջմունքների, հա, եթե զումերները ցանկանում են քեզ, այսպես պայմանական ասեմ, հուդիով տեսնել, դու պետք է ապահովես դա։ Եթե ավելի տարեց մարդիկ ուզում են տեսնել քեզ առանց փողկապի, իրենց համայնքում, բակում խոսելիս, դու պետք է դա ապահովես։ Բայց այսօր դարը այնպիսին է, որ ինչ էլ դու անես, միշտ այսպես տարածվում է եւ բոլորն են տեսնում, դու չես կարող մի համայնքի համար մի կերպարով հանդես գալ, այն մյուսի համար մեկ այլ կերպարով։ Այդ մասով ոնց կարելի է հարցը լուծել թվային դարաշրջանում։ Սոցցանցերը շատ ուժեղ գործիք են, համաձայն եմ, որ ամեն բան շատ արագ է տարածվում, բայց եւ այստեղ ուզում եմ շեշտել, որ մենք խոսում ենք որևէ մի քաղաքական գործչի արտաքինից, խոսքից, կերպարից, որով նա հանդես է գալիս եւ անձի բրենդից, բայց արի ու տես, որ այսօր այս մարդու հետևորդ հանդիսացող այլ մարդիկ եւս շատ կարեւոր են։ Հիմա բացատրեմ ինչու։ Երբ մենք խոսում ենք սոցցանցերում անձի բրենդի զարգացումից եւ ճիշտ շեշտադրումներից, շատ կարեւոր է հանրության համար, ովքեր է քո անձի համայնքը, community-ն, որը քեզ սատարում է։ Եվ այդ մարդկանց արտաքին տեսքը, ապրելակերպը, խոսքը եւս ազդում են ընտրողների վերջնական որոշման վրա, այո, իհարկե, եւ այստեղ ավելի բարդացել է, թվում է թե process-ները արագացել են, բայց վերջնարդյունքին հասնելը, դրական արդյունքի հասնելը շատ ավելի դժվար ու բարդ է դարձել, այսինքն դու այսօր պատասխանատու ես ոչ միայն քո մեկ անձի համար, այլ նաև այո, ոչ միայն քո արտաքինի, քո խոսքի, ճիշտ ծրագրի եւ այն արժեքների մասին, որ կրում ես։ Երբ շրջապատ ենք ասում, պիտի առաջնահերթ նաև ընտանիքի անդամներին, չէ, հասկանանք, որտեղ այդ տեղից է ամեն ինչ սկսվում։ Բոլորին, եւ ընտանիքը, եւ թիմակիցները, եւ այն մարդիկ ովքեր ուղակի հանրային են եւ քեզ սատարում են։ Այսօր երկու կարծիք է շրջանառվում։ Մի մասը մարդկանց ասում է,
ոնց կարելի է համացանցում քաղաքական գործիչ այդքան ներկայացված լինի, կարելի ասել բլոգային կյանք վարի, մյուս կողմի այս տեսակետը հարողները ասում են, որ շատ լավ է, դե դա հնարավորությունը տալիս է, պետքա դա օգտագործել։ Իրականում անձի բրենդավորման տեսանկյունից ոնց է ճիշտ, արդյոք պետք է ամեն դեպքում դարին համահունչ գնալ։ Ես կողմ եմ դարին համահունչ գնալուն, բայց էլի շատ երկար, խորը մշակված ընթացակարգերով, չնայած որ կարող է նույնիսկ մարդկանց թվալ, որ մշակված չեն դրանք, եւ սա արդեն լավ ցուցանիշ է, որովհետեւ այսօր գալիս ենք բնական կոնտենտին, որքան հնարավոր է, մարդը պետք է կարողանա ապահովի իսկականությունը, աութենտիկությունը, բայց եւ շատ հստակ մշակված ռազմավարությամբ, ինչպես որ բիզնեսի դեպքում է արվում, չէ՞ որ երբ խոսում ենք բրենդ բառի մասին, ի սկզբանե խոսում ենք որոշակի կազմակերպությունների բրենդերի եւ այլն բիզնեսների մասին եւ անհատի դեպքում էլ նույնն է, այսինքն ամեն ինչ պետք է շատ լուրջ մշակված ու մտածված լինի, տեխնոլոգիաները պետք է ծառայեն այդ մարդու հաջողությանը եւ այստեղ քննադատել, որ որոշակի գործիչներ կան, ովքեր որ ակտիվ օգտագործում են սոցցանցերը, սա անմտություն է կարծում եմ, որովհետև առանց դրա ուղղակի հնարավոր չէ, կարծես դու ունենաս գործիքը եւ չկիրառես այն։ Ինչպես բիզնեսների դեպքում են ասում, դու ներկայացված չես, պարզապես գոյություն չունես, նույնն էլ արդեն անհատի դեպքում գործիչների, անհատների դեպքում։ Դեռ Բիլ Գեյթսը 90-ականներին ասել է, թե քո բիզնեսը չկա ինտերնետում, քո բիզնեսը չկա։ Հիմա նույնն էլ կարող ենք ասել, ոչ միայն սոցցանցերի մասին է խոսքը, հա, քաղաքական գործիչները կարող են ընտրել ոդկասթի ֆորմատը եւս իրենց գաղափարներն ու ծրագրերը մարդկանց ճիշտ ձևով մատուցելու համար, բայց ամեն ինչ պետք է շատ լուրջ մշակում անցնի եւ այսպես այդ փաթեթավորումը կատարյալ լինի նույնիսկ իր անկատարության մեջ, նույնիսկ եթե մարդկանց թվա, որ դա անփութություն է, բնական վիճակ է, իսկականություն է, բայց այս ամեն ինչը պետք է լինի ռազմավարական մշակված։ Ոնց եք տեսնում, էլի առհասարակ կին քաղաքական գործիչները ավելի շատ են թիրախավորվում այդ իմաստով, եթե ինչ-որ սրտի, այո։ Ինչն է պատճառը։ Մեր մենթալիտետի խնդիրն է։ Մեր մենթալիտետի խնդիրն է, շատ լուրջ խնդիր կա այստեղ եւ շատ հաճախ անձնական վիրավորանքների դաշտ են անցնում մարդիկ թիրախավորելով կանանց, շատ նկատել եմ, որ անցյալն է կնոջ շատ դեպքերում այսպես արծարծվում, ինչին անկեղծ ասած դեմ եմ, որովհետեւ եթե մարդիկ մտածում են, որ հասարակության X մասը սերով պայմանավորված իրավունք ունի որոշումներ կայացնելու, իսկ մյուս մասը չունի, այս հասարակությունը պետք է գիտակցի, որ մի մեծ զանգված ակտիվի մեծ զանգված կորցնում է եւ ինչպես որ ֆեմինիստների պայքարը եղել է, որպեսզի կանայք ձայնի իրավունք ունենան, հիմա պայքարը կարծում եմ շարունակվում է, որպեսզի որոշումներ կայացնելու ձայնի իրավունք էլ ունենան կանայք եւ սա իմ կարծիքով շատ արդար է ու իհարկե ես նկատում եմ տենդենսը, որ փոփոխություններ են արվում եւ ընդհանուր վերաբերմունքը փոխվում է հանրության կին քաղաքական գործիչների նկատմամբ, բայց դեռ կարելի ասել ճանապարհի ամենասկզբին ենք, ակունքներում ենք կանգնած փոփոխությունների։ Ամեն դեպքում ինչ սխալներ եք ավելի հաճախ նկատում, թե տղամարդկանց, թե կանանց կողմից, որ այդ բրենդի ձևավորման, իրենց անձի կերպարի ստեղծման պահին սխալ են անում, ամեն դեպքում չարժեր, որ այդպես անեին։ Ինձ թվում է իմպուլսիվ լինել այսօր չի կարելի սոցցանցերում, պետք է հիմնվել հստակ ռազմավարության վրա եւ դրանից չշեղվել ոչ մի պարագայում, ինչպես որ մարքեթինգային գործընկերներիս եմ ասում, պետք է հետևողական լինել ու պարբերականությունը խիստ պահել, որովհետեւ այստեղ կոնստանտ լինելը ավելի կարևոր է, քան այն, ինչ դու ասում ես, օրինակ, չգիտեմ, ամիսը մեկ անգամ, հա, իսկ պարբերականությունը պետք է հստակ պահել, չվախենալ երևալուց եւ թիրախավորվելուց եւս եւ չլինել շատ էմոցիոնալ։ Ես կարծում եմ, որ էմոցիոնալ լինելը քաղաքականության մեջ
հատկապես Հայաստանում որպես բացասական կողմ է դիտվում եւ մարդիկ ավելի լուրջ մոտեցում են ակնկալում քաղաքական գործչից եւ սա է վստահության երաշխիքը ավելի շատ լրջությունը, քան այն ինչ կարող է իմպուլսիվ ու շատ էմոցիոնալ լինել։ Այստեղից մի ուրիշ հարց էլ է առաջանում, այ ոնց եք տեսնում հայ ընտրողը ավելի շատ ընդունում է այն կերպարին, ով ուժեղ, այսպես առաջնորդի կերպար ունի քաղաքականության մեջ, թե այն մարդուն, ով ավելի մոտ է, ավելի մտերմիկ է շփման մեջ։ Ես վերջին ժամանակն եմ նկատել եմ, որ մեր հանրությունը պակաս ունի պաշտոնյաների հետ շփվելու ու այդ բացը երբ լրացվում է, կարծես թե մնացած հանգամանքները դրվում են մի կողմ։ Այդ բացը միանշանակ ես էլ եմ նկատել, որ կա, բայց այստեղ լսված լինելու խնդիրն է ըստ երևույթին եւ վստահության, այս ինչի համար են մարդիկ զարգացնում իրենց անձնական բրենդը, որպեսզի ունենան հեղինակություն եւ այդ հեղինակությունը իրենց բերի վստահություն։ Այս հեղինակություն եւ վստահություն ասվածը շատ լուրջ ճգնաժամի մեջ է Հայաստանում, թե միջանձնային հարաբերություններում, թե դեպի կառավարություն ասեմ, դեպի իշխանություն ասեմ, դեպի քաղաքական գործիչներ կամ օպոզիցիա ասեմ, այսինքն մենք լուրջ ճգնաժամ ունենք վստահության եւ այս է խնդիրը, որ մարդիկ ուզում են տեսնել իրենց նման մեկին, ում կարող են վստահել։ Այստեղ գալիս է ավելի ոչ թե այն դիկտատոր առաջնորդ ունենալու ցանկությունը, այլ ողջամիտ առաջնորդի, ով կտանի իր հետևից մարդկանց, բայց ես նաև գիտակցում եմ ինչքան դժվար է հենց այս կերպար ստեղծելը, որովհետև մենք բոլորս ի վերջո մարդ ենք եւ դեռ նախորդ դարի սկզբին հոգեանալիտիկ Յունգը տվել է մեզ բոլորիս հատուկ այն արխետիպերի բնորոշումը եւ մենք ձգտում ենք այդ արխետիպերը գտնել, տեսնել մեր քաղաքական գործիչների առաջնորդների մեջ ու դրանք իհարկե կարող են պրոգրես ապրել, փոխվել, որոշակի տրանսֆորմացիայի ենթարկվել, բայց ամեն դեպքում ցանկալի է, որ դրանք մնան հաստատուն եւ մի օր չարտահայտվի դրանց ստվերային կողմը, որովհետեւ ցավոք սրտի հաճախ ամբողջ աշխարհի օրինակով կարող եմ ասել, առաջնորդը ընտրում է կամ հանդես է գալիս կամ իր համար մշակվում է իր անձի բրենդի մի արխետիպ, բայց հետո ստվերայինը սկսում է գերակշռել։ Այ հենց ուզում եմ հարց տալ, դուք միանգամից խոսքը բերում եք դրան, բնականության մասին դուք խոսեցիք, որ շատ գնահատվում է այսօր այդ բնականությունը, եթե այսօր մարդը փորձում է ստեղծել կերպար, որը ընդհանրապես կապ չունի իր հետ կամ ինչ որ չափով կապ ունի, ինչ որ մի պահի դա պարզապես պայթելու է, ինչ հա տեղի ունենում դրանից հետո առհասարակ ընկալումները հանրության մեջ ու առհասարակ միայն քաղաքական դաշտում չէ՞ էլի, այդ ստեղծվածը, հորինվածը պայթելուց հետո ինչ հետևանքներ կարա ստեղծի։ Այսօր շատ դժվար է կեղծել ինքդ քեզ, ի տարբերություն հին ժամանակների, թեկուզ մինչև մամուլի զարգացումը առհասարակ, 18-19-րդ դարերի, օրինակ Նապոլեոնը պատվիրում էր իր դիմանկարները, ինչպիսի կերպարով որ ցանկանում էր նա հանդես գալ եւ մարդիկ տեսնում էին միայն դա եւ տպավորություն էին ստեղծում, այո, եւ այստեղ գալիս է այդ միֆականացումը, հա, քաղաքական գործչի կերպարի։ Այսօր չես կարող 24 ժամը 7-ի վրա խաղալ, պետք է ինչ որ մի բան քո մեջ իսկական լինի, որպեսզի մարդիկ իրոք ճանաչեն քեզ եւ եթե իսկապես չունես այն ինչ որ հասարակությունը ուզում է տեսնել, որպեսզի քեզ ընտրի, այստեղ հասկանում եք չի կարելի անverջ կեղծել եւ մարդիկ եւ ժողովուրդը շատ հաճախ չի սխալվում, իրենք իրոք զգում են այդ արխետիպի ենթագիտակցականի եւ կոլեկտիվ անգիտակցականի մակարդակում իրականում ինչ կերպար է
այս մարդը իրենց է ներկայացնում եւ ինչ կերպար է իրեն մատուցվում։ Ու այսօր ստեղծել կեղծ կերպար շատ ավելի դժվար է, քան նախկինում եւ այդ պայթելը, ինչպես նշեցիք, շատ շուտ է տեղի ունենում ի տարբերություն նախկինի։ Ու անվերադարձ չէ, փրկություն չկա կարծես թե դրան։ Սոցիալական հարթակները Facebook, TikTok, Instagram, LinkedIn բաժանվել են, յուրաքանչյուրը իր հստակ ուղղվածությունը կարծես թե ունի, օրինակ LinkedIn-ը հայտնի ավելի շատ գործարարների համար, Instagram-ը բլոգերային թեթև ֆորմատով է, Facebook-ը քաղաքական եւ բոլորը հրաժարվում են այդտեղ լինելուց։ TikTok-ի մասով մի քիչ անհասկանալի է թե ովքեր են TikTok-ում եւ առհասարակ կուզեմ ձեր տեսակետը իմանալ քաղաքական կոնտենտ ստեղծելու համար, որ հարթակն է ավելի արդյունավետ եւ ինչու։ Ինչպես նշեցի միկրոթարգեթավորման հատվածում, երբ նշեցի այս բառը, ինքը շատ պոպուլյար է քաղաքականության մեջ ամբողջ աշխարհում եւ թիրախային խմբերը կարող են լինել տարբեր, երբ մենք խոսում ենք նախընտրական փուլի մասին ու կարող ենք թիրախավորել նաև տարբեր սոցհարթակներից օգտվող մարդկանց ըստ իրենց տարիքի, սեռի, նախասիրությունների եւ յուրաքանչյուր սոցհարթակի համար տալ իրեն համար ընդունելի ձևաչափով կոնտենտ եւ բովանդակություն։ Սա տիտանական աշխատանք է պահանջում իրականում, որովհետև երբ դու փորձում ես վերահսկել եւ ըստ ճիշտ ռազմավարության տանել այս ամենը, իրոք շատ ռեսուրսի, շատ լուրջ ներդրում է պահանջում, թեկուզ հենց ժամանակի տեսանկյունից, ժամանակի որպես ռեսուրսի, ու այստեղ ես խորհուրդ կտայի բոլորն էլ կիրառել, բոլոր սոցհարթակները, ուղղակի ճիշտ դիրքավորվելով յուրաքանչյուրում եւ ճիշտ թիրախային լսարան ընտրելով եւ թիրախավորելով։ Այսօր մենք հաճախ ենք տեսնում, որ ազգային ժողովի падգամավորները ավելի հասանելի ֆորմատներով են հանդես գալիս, օրինակ տեսանյութ են հրապարակում հաճախ Facebook-ում որևէ հարցի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնում, այնինչ ժամանակին մենք կարող ենք այդ կարծիքին հանդիպել կամ մամուլում պարզապես, կամ էլ ազգային ժողովի այդ ամբիոնի ճեպազրույցներում։ Այսօր դրանից անդին կարող ենք մենք այդ մարդկանց ցանկացած իրավիճակից հետո տեսնել ինչ որ հայտարարություն անելիս, դա ավելի մոտեցնում է հանրությանը, թե հակառակը խնդիր է առաջացնում, որ իրենք ամենուր անդադար եւ միշտ կան։ Երբ ես խոսում եմ անձնային բրենդի զարգացումից մասնավոր զրույցներում, խորհրդատվությունների շրջանակներում, ես ամենակարևոր կետը, որին ուզում եմ իմ հաճախորդը, այսպես ասեմ, այդ պահին հասնի, այն է, թե որն է իր նպատակը։ Այստեղ եւս ինձ մոտ շատ հաճախ հարց է առաջանում, որն է նպատակը։ Եթե նպատակը ավելի մոտ լինելն է հասարակությանը կամ ցույց տալ, որ ավելի մոտ ես, ավելի հասանելի ես եւ սրանով իսկ վստահություն ձեռք բերել, այդքան էլ վստահ չեմ, որ սա իրոք աշխատում է։ Այսինքն պետք է ռիսկերը նրանում են, որ մարդ ոչ թե քեզ սկսում է վստահել, այսինքն քո նպատակին չես հասնում, այլ մարդը արժեզրկում է քեզ ու քո կատարած աշխատանքը։ Այսինքն ինձ թվում է, որ քաղաքական գործիչը պետք է խոսի, երբ իրոք կա խիստ անհրաժեշտությունը, պետք է ասի այն, ինչը մշակված է նախապես եւ ունի հստակ նպատակներ եւ ծառայում է դրանց, եւ պետք է մասնավոր անձնական կյանքից ներկայացնի այն դրվագները, որոնք էլի ծառայելու են այս նպատակին, որ նա գնում է, օրինակ հանրության կողմից վստահելի եւ վստահություն վայելելը։ Միշտ չէ, որ ես նկատում եմ, որ այդպես է արվում։ Իհարկե նախկինում մենք ունեցել ենք այնպիսի ազգային ժողով, որը ինչպես որ Նապոլեոնի դեպքում էր, խիստ միֆականացված էր եւ նույնիսկ չեմ վախենա, կասեմ, վախի մթնոլորտ կար ազգային ժողովի, չէ, որպես կառույց շուրջ ձևավորված, ես դրան եմ դեմ, բայց շատ ձևեր կան ցույց տալու, որ դու մոտ ես քո ժողովրդին եւ միշտ չէ, որ ինչ
այդ եմ նշում իմպուլսիվ քայլ ասես որ կարող ես կատարել սոցհարթակներ, որովհետև ցավոք սրտի կամ բարեբախտաբար այն ամեն բառը, խոսքը, շարժումը, հագուստը, տեսքը, հայացքը, ամեն ինչ այսօր սոցցանցերի շնորհիվ եւ դրանց ակտիվ լինելու արդյունքում ազդում են մեր ընտրողի հոգեբանությանը։ Կարող եմ ասել նույնիսկ ճակատագրի վրա, որպես քաղաքական գործիչ, եւ սա էլի նշեմ, ոչ լավ է, ոչ վատ է, ընտրության հարց է։ Ես խորհուրդ կտայի քաղաքականությանը ավելի լուրջ մոտենալ եւ եթե որևէ բան ունես ասելու, որը քեզ կմտերմացնի քո ընտրողի հետ, դա կարող է լինել ավելի գաղափարական, դա կարող է լինել ավելի կշռադատված, ողջամիտ, որովհետև ոչ շատ էմոցիոնալ, ինչպես դուք հաճախ նշեցիք ձեր խոսքի ընթացքում, որովհետև մարդիկ ըստ երևույթին ակնկալում են տեսնել վստահելի մարդկանց, ովքեր որ վերցնում են պատասխանատվություն եւ այնպիսի որոշումներ են կայացնում, որոնց արդյունքում հասարակության կյանքը դեպի լավն է փոխվում։ Այո, շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Թարմուղեղով իմ զրուցակիցը Մարիաննա Քաբաբյանն էր, Ինկուբ մարքեթինգային ընկերության հիմնադիրը եւ անձնային բրենդինգի մասնագետ։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք։